Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մենք աշխատում ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում, այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ մենք այստեղ ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն ու հարգանքի տուրք մատուցում։ Իմ զրուցակիցը թուրքագետ Նելի Մինասյանն է, բարեցես։ Տիկին Մինասյան 110 տարի է արդեն անցել Հայոց ցեղասպանությունից, թուրքական կողմը շարունակում է ժխտողական քաղաքականությունը։ Հայաստանում 2022 թվականից ձևավորվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, հանդիպումներ, պայմանավորվածություններ, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու, սակայն այդ պայմանավորվածությունները այդպես էլ տեղից չշարժվեցին, պատմական իրողությունները, պատմական փաստերը կարծես չեկան առաջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այս փուլի կարգավորման գործընթացում, ինչը թվում էր թե տպավորություն էր ստեղծվում, որ այս երկու երկրները ի վերջո կարող են թեկուզ փոքր քայլերով, բայց գնալ առարկայական, գործողությունների հարաբերությունների կարգավորման կոնտեքստում, բայց դրանք այդպես էլ չեն իրականանում եւ Բաղականին վերջերս էլի Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, որտեղ Հայաստանի պատվիրակությունը եւս մասնակցում էր, անդրադարձան այս հարցերին, թե Հայաստանի արտգործնախարարը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հայկական կողմի բանագնաց Ռուբինյանը, թե թուրքական կողմից Սերդար Քլեչը եւ այլն։ Իհարկե, օրվա խորհուրդը նշանակությունը հաշվի առնելով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարելի է այդպես կոչել, դրանք հիմա որ փուլում են, ուր են հասել, ուր են գնում եւ ի վերջո հանգելու են իրենց տրամաբանական այս գործընթացը հանգելու տրամաբանական եզրահանգմանը։ Նախ, տեսեք, պատերազմի ավարտից հետո 2020 թվականին փոխադարձ այսպես ձեռնարկումների արդյունքում սկսվեց գործընթաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թվով 4-րդ գործընթացը։ Իրականում կարծես թե տպավորություն էր, որ երկու կողմերն էլ պատմական կոնտեքստի հետ շատ մեծ քննարկումներ չեն տանում եւ որպես երկու պետություն, Հայաստան պետություն եւ Թուրքիա պետություն գնում են հարաբերությունների կարգավորման եւ այս համատեքստում անգամ կարելի է ասել, որ հայկական կողմը շատ բաներ, որը որ պետք է ասեր, չի ասում, ըստ էության այդ արդյունքին հասնելու համար, որպեսզի կարգավորումը տեղի ունենա։ Բայց ես կարծում եմ, որ բարձրաձայնելը կամ չբարձրաձայնելը խնդիրները չի վերացնում։ Այսինքն, դա կապված է պատմական այն ընկալումների հետ, որը եւ մեզ մոտ է պինդ նստած, եւ Թուրքիայի մոտ է պինդ նստած, ու այդ ընկալումները չեն փոխում։ Այսինքն, կարող է առաջին հայացքից թվա, թե պատմական հարցերի մասին չենք խոսում, ուրեմն կարելի է դրական արդյունքի սպասել, բայց դա այդպես չէ։ Ընկալումները երկու կողմից էլ գործընթացի վրա ազդում են։ Մյուս կողմից, տեսեք, ձեռք բերված պայմանավորվածությունները, որ պետք է սահմանը բացվեր երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, դա 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններ, բայց մենք 2025 թիվն ենք արդեն, բայց պայմանավորվածությունը չի կատարվել։ Այսինքն սա նշանակում է, որ գործընթացում ինչ քննարկում եղել են, արդյունք չկա իրականում։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում քննարկումներից ես կարող եմ ենթադրել, որ ինչ որ գործընթացներ տեղի են ունենում։ Օրինակ, որոշ հանձնաժողովներ, այսպես ասեմ, կան ձևակերպված, որոնք աշխատում են, կամ համենայն դեպս որոշակի հանդիպումներ են անում, որոշակի քննարկումներ են անում, մասնավորապես երկու խնդրի հետ կապված, Անի կամրջի վերանորոգման եւ երկաթուղիների հետ կապված, իմջալոց երբ որ մեր արտգործնախարար Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասեց այդ մասին, թուրքական հասարակության մեջ էլ դա անակնկալ էր, որտեղ իրենք է կարծում էին, որ բացարձակ գործընթաց չկա եւ չի շարժվում տեղից։ Բայց այս փաստերը ուղղակի դնելով կարելի ասել, որ ինչ որ խոսակցություններ կան, բայց առարկայական արդյունք այս պահին չկա եւ չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կստանանք առարկայական արդյունք։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե պատմական փաստերն են, այլ Ադրբեջան։
Գիտեք, իրականում հարցին պատասխանելը մի փոքր դժվար է, որովհետև իմ կարծիքով Ադրբեջանը չի գլխավոր խնդիրը։ Ես միշտ այն տեսակետն եմ ասել, որ Թուրքիան Ադրբեջանին որպես գործիք է օգտագործում Հայաստանի հետ իրականում հարաբերությունները չկարգավորելու համար։ Եվ դա իրենց քաղաքականությունն այդ խնդրի հետ կապված ձևավորվել է դեռ 90-ական թվականների սկզբին ու մինչև հիմա անփոփոխ այդ քաղաքականությունը կա։ Այն ժամանակ դա արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսպես ներկայացմամբ։ Հիմա տեսեք խնդիրը չկա, բայց փոխակերպվեց մի այլ բանի։ Այսինքն այս թուրքական դիվանագիտության, թուրքական քաղաքական որոշման արդյունք է։ Եվ Ադրբեջանը օգտագործվում է որպես գործոն այս գործընթացում եւ Թուրքիան ինքը կարծում եմ ուղղակի չունի քաղաքական որոշում առայժմ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այսինքն եթե դիտարկենք անգամ լավատեսական սցենար, որ ի վերջո Բաքուն համաձայնում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, դրանից հետո Թուրքիան նոր պատրվակ առաջ կբերի եւ չի բացի սահմանը կամ չի գնա հարաբերությունների կարգավորման։ Տեսեք, իմ կարծիքով, եթե Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրվի, Թուրքիան գուցե անմիջապես անգամ սահմանը բացի երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Բայց դա դեռ հայ-թուրքական գործընթաց չի։ Իմ կարծիքով դրանից հետո նոր բուն քննարկումները կսկսվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նորմալացման։ Իսկ ավելի հավանական եք համարում Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, թե սահմանի բացումը։ Դրանք չբաժանվող գործընթացներ են։ Մեկը մյուսը պայմանավորվում։ Իհարկե, տեսեք, սահմանի բացումը, ես որ միշտ ասում եմ սահմանափակ է երրորդ երկրներին, այսինքն դա չի ենթադրում, որ դիվանագիտական ներկայացուցչություն կբացի։ Կարող է բացի հետո պայմանավորեն, այսինքն դա նույն փաթեթի մեջ պետք է լինի։ Նույն խնդիրն է դա իրենից ներկայացնում, որտեղ եթե սահմանը բացում ես այլևս խնդիր չի կորում, պետք է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացես։ Եվ Թուրքիայից մենք առայժմ չենք սպասելու պատմական փաստերին առերեսվելու, ճանաչելու գործողությունը։ Չեմ կարծում։ Այս իշխանությունը հաստատ, այս իշխանության կողմից հաստատ անիմաստ է սպասել, թեև ես կարծում եմ, որ երկարատև ռազմավարության տեսանկյունից մենք հենց պետք է նպատակը հետապնդենք, որ իրենք ի վերջո առերեսվեն եւ իրականում պետք է որ ի վերջո առերեսվեն։ Եվ մի հարց էլ, որը ինչպես ցանկացած ապրիլի 24-ից առաջ վերջին շրջանում քաղաքական ընդդիմության կողմից շահարկվում, բերվում է օրակարգ, փորձում են այդ հայոց ցեղասպանության հարցի վրա, այսպես ասենք, աշխատել քաղաքական ինչ-որ դիվիդենտներ եւ այլն, ընդդիմությունը թմկահարում է առավոտից երեկո, որ այս իշխանությունը ուրանում է հայոց ցեղասպանությունը եւ շղթում է, հա։ Կա այդպիսի բան ասես։ Գիտեք, այդ ուրեմն ձևակերպումը նոր ձևակերպում չի։ Այդ ձևակերպումը մեր անկախ պատմության մեջ եղել է։ Ես այսպես կարևորներից մեկը հիշեմ, երբ որ Ցուրիխյան գործընթացը սկսվել էր, երրորդ նախագահը, ուրեմն Սերժ Սարգսյանը սկսեց այդպիսի գործընթաց, չէ՞։ Պատմաբանների հանձնաժողովի մասին։ Չէ, դեռ պատմաբանների հանձնաժողովի մասին չեմ ասում։ Երբ որ հանդիպեց Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև Սփյուռքի, եւ քննարկումներ սկսվեց Հայաստանի հետ, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Եվ շատ բացասական ուրեմն արձագանքներ եղան նաև այն ժամանակ նույն ձևակերպումներով եւ այլն, բայց գիտեք, իմ կարծիքով ուղղակի հեշտ է ինչ որ գործընթացին տալ ինչ որ բնութագրումներ, բայց այնուամենայնիվ շատ դժվար է քաղաքականության մեջ այդ բոլորը ապացուցել, քաղաքական հիմքերը դնել այդ բոլորի։ Եվ վերջապես Հայաստանն ու Թուրքիան որպես երկու պետություններ, տեսեք, այստեղ խնդիրը չի վերաբերվում հայ եւ թուրք հարաբերությունների, ժողովուրդների հարաբերությունների վերջնական կարգավորմանը, հա։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք մեր խոսույթում այս երկուսը պետքա տարանջատենք, որտեվ եթե խոսքը վերաբերում է երկու ժողովրդին, հայերին ու թուրքերին, այստեղ ավելի շատ հաշտեցման սկզբունքն է գործում։
Իհարկե սա շատ երկարատև, շատ այլ լրիվ գործընթաց է, որը, չգիտեմ, կհասնի ինչ-որ չափով հաջողության, թե չի հասնի։ Երկրորդը վերաբերում է զուտ Հայաստան ու Թուրքիա պետությանը։ Իմ կարծիքով մենք պետք է այստեղ ավելի շատ շեշտադրումը կատարենք։ Եվ հիմա իմ դիտարկմամբ Հայաստանում ինչ իշխանություն լինի Թուրքիայի հետ գնալու է, ուզելու է գնահարաբերությունների կարգավորումը, որտեղ մենք տեսել ենք, եւ դա պրագմատիկ է, դա ռեալ պոլիտիկի շրջանակներից է գալիս։ Եվ մենք ունենալու ենք իմ դիմություն, որը դա ձեր ասած բառերով վերագրելու է հաստատ այդ գործընթացը։ Եվ այստեղ երկրորդ կարևորագույն խնդիրն է, որ այս ամբողջ ըստ էության երկխոսությունը այսպես ձևավորվեց, երբ որ խոսվեց, որ արտաքին քաղաքական գերակայություն չէ։ Այո։ Դրա հետ կապված, տեսեք, արտաքին քաղաքական գերակայություն դարձնելով 1999 թվին, իմ կարծիքով մենք մեզ որոշ չափով թուլացրեցինք, որովհետև հետագա նախ մենք ոչինչ չստացանք, Հայաստանը որպես այդպեսին ոչինչ չստացավ, ոչ կարգավորում, ոչ ներդրումներ, ոչինչ չստացավ մեծ հաշվով։ Եվ մենք եկանք հետո Ցյուրիխյան գործընթաց եւ ստիպված եղանք այդ պայմանագրի մեջ ունենալ պատմաբաների հանձնաժողով։ Սերժ Սարգսյանի ականջը կանչի, ինչպես ասում։ Այսինքն ուզում եմ ասել, որ հարցը շատ նուրբ է, շատ։ Հարցը վերաբերում է մեր ինքնությանը, մեր պատմությանը, մեր մասն է հարցը։ Ու հարցը իմ կարծիքով ես միշտ այն տեսանկյունից եմ, որ ոչ մենք եւ ոչ առավել եւս ուրիշներին չպետք է թույլ տանք, որ դա դարձնի սակարկման առարկա։ Առավելևս ուրիշներին ում նկատի ունենք։ Խոշոր ուրիշ պետություններին, որտեղ ոչ մի պետություն մեր համար չի ընդունում ցեղասպանություն, այսինքն մեր արածի արդյունքում չի ընդունում, ինքը շահ ունի ընդունում է ցեղասպանություն։ Շնորհակալ։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս թուրքագետ Նելի Մինասյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք հետևել Առաջինի աշխատանքին։